Պետական եկամուտների կոմիտեի հարգելի նախագահ, նախագահի հարգելի տեղակալներ, պետական եկամուտների կոմիտեի հարգելի աշխատողներ, ուրախ եմ այսօր ձեզ տեսնելու համար եւ այս առիթի համար եւ ուրախ եմ, որ մենք լավ տրամադրությամբ ենք ամփոփում տարին եւ պետական բյուջեի եկամտային մասը վստահ ենք, որ կատարվի եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր գործադրած ջանքերի եւ արդյունքի արձանագրման համար։ Ընդհանրապես հարկային համակարգը եւ պետական եկամուտները այն ինստիտուտներից է կարծում եմ, որ մեզանում թերագնահատված է, որովհետեւ մենք շատ պետության եւ նրա տարբեր գործառույթների մասին հիշելիս հասկանալիորեն տարբեր ինստիտուտներ ընդգծելու առիթներ շատ ենք ունենում, որոշ ինստիտուտներ շատ, ավելի շատ, որոշ ինստիտուտներ ավելի պակաս։ Իմիջիայլոց այս տրանսֆորմացիան նաև ինձ է վերաբերվում այս ընկալումը, որովհետև ես ինչ հետևությունների գալիս եմ կամ ինչ դիտարկում անում եմ, փորձում եմ իմ անձնական օրինակով դա պրոյեկտել եւ նաեւ նախորդող շրջանի գործունեության մասին է խոսքը, բայց վարչապետի պաշտոնում առավել եւս հասկանում ես, որ պետական բյուջեի եկամուտները եւ հարկային համակարգը առաջնային է, որովհետեւ առանց բյուջեի չկա պետություն։ Այսինքն էլի ուրիշ ատրիբուտներ կան, որ առանց որոնց չկա պետություն, բայց ես կարծում եմ, որ առանց հարկային համակարգի պետության գոյության անհնարինությունը մեզանում բավարար չափով գիտակցված չէ եւ հարկային համակարգը պետական եկամուտների հավաքագրման հավաքարքը ցանկացած պետության հենասյուներից մեկն է եւ մեր իրականության մեջ ամենամեծ խնդիրներից մեկը դա է, որ այդ գիտակցումը չկա, որ մարդիկ ամեն օր առավոտ արթնանալով կամ նույնիսկ քնելով, իրականում ոչ թե արթնանալով, այլ քնելով 24 ժամ իրանք չեն արձանագրում, որ ինչ որ իրենց շուրջ կատարվում է, այդ իրադարձությունների կամ ներկայությունը կամ բացակայությունը կամ ինչ որ իրավիճակների, իրադրությունների ենթակառուցվածքների ներկայությունը կամ բացակայությունը կապված է եւ կախված է նրանից, թե ծախսային ինչպիսի ծավալ ունի պետական բյուջեն եւ ծախսային ծավալն էլ բնականաբար կախված է եկամուտների ծավալից, ընդ որում այստեղ ամենևին էական չի, թե բյուջեի դեֆիցիտը ինչպես է ֆինանսավորվում, որովհետև միևնույն է, դա պետական եկամուտներից է կախված, այսինքն նույնիսկ եթե մենք վարկ ենք ներգրավում, վարկային միջոցներ ենք ներգրավում, բոնդեր ենք թողարկում կամ որևէ այլ միջոցով, դրա հնարավորությունը կախված է նրանից, թե մեր պետությունը եկամուտների ինչպիսի ընթացք եւ որակ ունի եւ ինչպիսի պոտենցիալ ունի, եթե ընկալում լինի, որ այս պետությունը եկամտային երկարաժամկետ տրամաբանության մեջ այնքան է վստահելի չի, ոչ մեկին պարտք չի տա, որովհետև պարտք տալիս են շահույթ ստանալու համար, ոչ մեկ համենայն դեպս հիմնական մասով, մանավանդ հիմա, երբ որ մենք որպես միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր արտոնյալ վարկերի այդ դաշտից դուրս են գնացել։ Եվ ես կարծում եմ, սա ֆունդամենտալ խոսակցություն է, որ մեր իրականության մեջ պետքա տեղի ունենա։ Եվ մարդիկ ամեն օր պետքա տեսնեն այն ճանապարհը, որը կա կամ չկա, անվտանգության այն որակը, որը կա կամ չկա, կրթության այն մակարդակը, որը կա կամ չկա, նախադպրոցական հաստատությունը, առողջապահությունը, որը բավարար կամ անբավարար որակի է, դա ինչ կապված է նրանից, թե ինչքան եկամուտ ունի պետական բյուջեն եւ ինչքանով է ծախս գեներացնում։ Մի քանի օրից մեկնարկում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը եւ այդ համակարգը մի զգալի մասով գոնե 2026 թվականին մի զգալի մասով պետական բյուջեի եւ շարունակությունն էլ այդպեսի լինելու պետական բյուջեի եկամուտներից է ֆինանսավորվելու եւ սա թերևս ամենապարզ եւ ամենավառ օրինակներից մեկն է եւ հետեւաբար ես կարծում եմ, որ բացի այն, որ մենք երևացող շերտերին ենք անդրադառնում ՀԴՄ հարկեր օրենք օրինականություն, մենք այս խորքային շերտերին էլ պետք է անդրադառնանք, որպեսզի մարդիկ այս ըմբռնումը ունենան։ Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ 50-60 հազար ընտանիք բնակարանա ձեռք բերում նորակառույց շենքերում եւ դա ըստ էության
մի մեծ մասով տեղի ունենում պետական բյուջեի եկամուտների հաշվին, որովհետև պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում։ Այլ պետբյուջեից եկամտային հարկի վերադարձի այլ հոդվածներ էլ ունենք, բայց հիմնական հոդվածը սա է։ Առաջիկայում իհարկե մյուս հոդվածներն էլ ենթադրում եմ որոշակիորեն կակտիվանան։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Սա շատ կարեւոր արձանագրում է եւ իհարկե գործնական աշխատանքը պետական եկամուտների կոմիտեն է իրականացնում հավաքագրման եկամուտների եւ ես շնորհակալ եմ ձեզ, որ մենք կարողանում ենք մեր առաջ դրած խնդիրները լուծել, որովհետեւ իմիջայլոց նաեւ հարկերի հավաքագրումը նաեւ պետության գործունակության շատ կարեւոր մի ցուցիչ է, որովհետեւ եթե այստեղ խնդիրներ կան, շոշափելի եւ էական, դա արդեն ինքնին ազդակ է, թե ինչքանով է տվյալ պետությունը գործունակ։ Եվ պետական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշները պետության գործունակության շատ կարևոր ցուցիչ են։ Իհարկե, այստեղ էլ կրկին չեմ մոռանում շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին եւ այո, այդ էլ է ճամփորդությունը գիտակցական, որ գալիս հանգում ենք նաեւ, որ այս process-ների մեջ ՀԴՄ կտրոն տրամադրող կամ պահանջող քաղաքացիները նույնպես շատ էական դերակատարում ունեն։ Այստեղ էլ հայեցակարգային հարցեր կան, որ մենք բոլորս դեռևս բավարար խորությամբ չենք գիտակցում, որ օրինակ հիմնականում շատ դեպքերում եւ առավելապես երբ որ մենք ցանկացած ապրանք գնում ենք, այդ ապրանքի հարկը արդեն ներառված է ապրանքի գնի մեջ։ Այսինքն մարդը, որ ուզենա, քաղաքացին, որ ուզենա, տվյալ դեպքում հարկը չի կարող չվճարել, որովհետև 100 դրամանոց ապրանքի հիմնականում 20 դրամը ավելացված արժեքի հարկն է։ Եվ խնդիրն այն է, թե քաղաքացին եւս մի փոքր ջանք կգործադրի, որ այդ արդեն իսկ վճարված հարկը գահացնի պետական բյուջե, թե չէ։ Եվ ՀԴՄ կտրոնի տրամադրումը այս առումով է չափազանց կարևոր, եւ ես նաեւ մարդկանց կոչ եմ անում շատ տեղեր, երբ որ մենք գնում ենք, իհարկե հանրապետությունում շատ հարցեր լուծվել են, բայց շատ ավելի չլուծված հարցեր կա։ Երբ որ տարբեր բնակավայրերում, տարբեր ոլորտներում մարդիկ ասում են, դե այս չկա, հասկանալիորեն ճիշտ են ասում, եւ ես ասում եմ, եկեք վերադառնանք մեր նախորդող չգիտեմ որ ժամանակաշրջան եւ տեսնենք մեզնից յուրաքանչյուրը քանի անգամ որ առևտուր արել եւ հեռացել է առած ՀԴՄ կտրոնի։ Ենթադրենք դրա մի որոշակի ծավալ այնուամենայնիվ տնտեսվարողը բարեխիղճ գտնված կլինի եւ ՀԴՄ կտրոն թողարկած կլինի, բայց համոզված եմ, որ մենք յուրաքանչյուրը մեր նախորդող ՀԴՄ համակարգի ներդրման օրից համոզված եմ հազարավոր, տասնյակ հազարավոր այդպիսի դեպքեր, մեզնից յուրաքանչյուրը ինձնից սկսած, այդպիսի դեպքեր ունեցել ենք, որ դուրս ենք եկել մտնելով էս չենք անցել։ Հիմա որտեղ տեսնում ենք չլուծված հարց, ցանկացած ոլորտում մենք պետք է հետ գնանք եւ հիշենք եւ մտովի պատկերացնենք, դա պետական եկամուտ տրիլիոնավոր դրամների մասին է խոսքը, որը մենք մի փոքր ջանք չենք գործադրել, որ դրանք հասնեն պետական բյուջե։ Այս առումով շատ կարեւոր է համարում նաեւ, որ մենք չարհամարենք եւ հասցեագրենք այն ահազանգերը կամ բողոքները հիմա Նաև երբեմն քաղաքական շարժման տրամաբանությամբ խոսվում է, որ մենք հարկային տերոր ենք անում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այստեղ նախ կարեւոր է, որ ջերմուկում տեղ ունեցած վերջին աշխատաժողովի ընթացքում մենք այս խնդրին անդրադարձանք, գործարար համայնքի հետ այս հարցերը քննարկեցինք եւ սկզբունքը այո, այդպեսին է, մեր քաղաքական մոտեցումը այսպեսին է, որ մենք ակնկալիք չունենք, որ որևէ մեկից մի լումա ավել թեկուզ հարկ վերցնենք, բայց մենք հնարավոր չենք համարում, որ մեկից մի լումա պակաս հարկի գանձումը եւ սա կարևոր խնդիր է, որ մենք պետքա լուծենք։ Մենք պետքա նաեւ ասենք երկրում ահռելի ստվեր կա։ Այո, մենք հաջողություններ ունենք եւ 20 հարկեր հնա 25% ցուցանիշին կհասնենք, դա արդեն շատ իրատեսական ցուցանիշ է, բայց 2018 հեղափոխությունից հետո մենք հələ տոկոսի մասին ենք խոսում։ Հեղափոխությունից հետո երկրի տնտեսությունը 50%-ով աճել է։ Լավ մի քիչ է ստվերը կրճատվել է, բայց մենք ահռելի ստվեր ունենք։ Մանավանդ հիմա այսօր ակնհայտ է, որ տեխնոլոգիաների հետ կապված ոլորտն եւ տեխնոլոգիաները օգնում են, որ
ստվերի համար նոր տարածքներ բացվեն եւ այլն եւ բջջային հեռախոսները, որ դարձել են մեր կյանքի շատ կարևոր հատված, այդ ոլորտում մենք խնդիրներ ունենք եւ մենք առաջիկայում պետք է այդտեղ վճռականություն ցուցաբերենք եւ համակարգներ դնենք, որ երկրում ակտիվացված որևէ հեռախոս պետք է աշխատի այն պայմանով, երբ որ մենք տեսնենք, որ իր համար, այսինքն ինքնօրինական ճանապարհով է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, իհարկե կլինեն դեպքեր, որ անձնական օգտագործման համար եւ այլն, բայց այս խնդիրը նույնպես մենք պետք է լուծենք։ Բայց ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ ստվերի կրճատման հարցում, այսպես ասած, բովանդակային պոզիտիվ մեթոդները ավելի էֆեկտիվ են դուրս գալիս ի վերջո։ Եկեք վերադառնանք 2019 թվական, երբ որ մենք հարկային համակարգ ստեղծեցինք 20% եկամտային հարկ։ Այն ժամանակ շատ մեծ մտավախություններ կային եւ մտահոգություններ կային, թե պետական բյուջեի եկամուտները կկրճատվեն, մենք հարկերը կրճատում ենք, բայց մենք էականորեն ընդհանուր 30-35, 27 23-ից դարձրինք 20% եկամտային հարկ եւ մենք ինչ էֆեկտ տեսանք եկամտային հարկի գեներացումը էականորեն ավելացավ, աշխատատեղերը ավելացան, իհարկե մի մասը ստվերից դուրս եկավ, մի մասը տնտեսական աճի հետ նոր աշխատատեղեր ստեղծվեցին եւ ես շարունակաբար հիմա աշխատատեղերի աճը մասամբ նաեւ կապում եմ այն բարեփոխումների հետ, որ իրականացնում ենք, մասնավորապես համընդհանուր հայտարարագրման եկամուտների համակարգը, երբ որ մարդիկ կոնկրետ շահագրգռություն են ստանում, որ իրենք եկամտային հարկից վերադարձ ստանան։ Հիմա ես սկզբից ճիշտ է շատ մի քիչ նեղվում էի, որ մենք առողջության ապահովագրության համակարգը 200,000 դրամ եւ ավել աշխատավարձ ստացողների համար ենք ներդնում, մտածելով, որ այնուամենայնիվ սոցիալապես ավելի խոցելի խավի համար մենք այդ հնարավորությունը չենք բացում, բայց հետո երկար մտածելուց եկանք այնտեղ, որ այստեղ էլ կա ստվերային աշխատավարձերը ստվերից հանելու պոտենցիալ։ Մենք ուզում ենք մարդկանց շահագրգռենք, որպեսզի իրենք գնան իրանց գործատուներին, ասեն իմ աշխատավարձը իրականում 200,000-ից ավելի է եւ ստվեր ունենալու պատճառով մենք առողջության ապահովագրության համակարգից չենք կարողանում օգտվել եւ նաեւ ստվերում աշխատող հնարավոր գործատուների վրա այդ թվում քաղաքացիների կողմից ճնշում գեներացնենք։ Հաջորդը մենք չենք էլ ཐակցրել կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, այդտեղ էլ կառուցողական ճնշում ենք գործադրում մենք ըստ էության ստվերի նկատմամբ եւ մեր գործելակերպում մեր ընդհանուր ռազմավարությունն է դա։ Մենք մի X կետում ապագայում եւ ես հույս ունեմ, որ այդ կետը հնարավոր շուտ կգա, պետական եկամուտների կոմիտեն, այսպես ասած, ոչ թե ուժային կառույց է մեր ընկալմամբ, այլ մի կառույց, որը աջակցում է տնտեսվարողին, որպես ինքը իր գործերը ճիշտ կազմակերպի եւ ի վերջո այդ գիտակցում այդ տնտեսվարողը կներեք այսքան ճանապարհ որ կառուցում ենք դրանից ամենաշատը ով է օգտվում տնտեսվարողները ճանապարհի եւ մյուս ենթակառուցվածքների բարելավման արդյունքում իրանք ինչքան միջոց են խնայում օրինակ եթե ճանապարհները քանդված լինեն ինչքան վնաս կկրեին իրանք Ընդորում ճանապարհը ամենապրիմիտիվ օրինակն է, ես դրա համար անընդհատ կենտրոնանում եմ այդ օրինակին։ Ոչ մեկ էս հաշվարկը չունի։ Բացարձակապես, որ ես չեմ հավատում, որ մի տնտեսվարող կա, բայց հիմա եթե այդտեղ էլ քանի որ իրանք ստվերում են աշխատել ցավոք շատերը, այս հաշվարկը չի լինի, որովհետև եթե իրանք հաշվարկ ունենային օրինակ 10 տարի առաջ իրանք մեքենաների նորոգման եւ այլնի վրա ինչքան գումար են ծախսել, այսօր կարող են այդ գումարը տեսնել որպես հնարավոր խնայողություն կամ պոտենցիալ եկամուտ, բայց ակնհայտ է, որ այդպիսի տողեր կան, բայց այդ տողերի հետ ոչ մեկ չի առնչվում, որովհետև մեր ոչ մի վիճակագրություն սրա մասին չի ասում։ Դրոշմավորման ծրագրի հետ կապված էլի մենք շատ բարդ ճանապարհ ենք անցել։ Դրոշմավորման նոր համակարգը շատ լուրջ հակազդեցության եւ քննադատության արժանացավ։ Ինձ համար ակնհայտ էր, որ այդ քննադատությունը ունի երկու կողմ։ Մի մասը նեգատիվ լոբինգ է, այսինքն որովհետև ակնհայտ է դրոշմավորման նոր համակարգը ինչով է ինձ համար անձամբ գրավիչ, որ մենք կարողանում ենք ամեն մի շիշ գարեջուրը արտադրության պահից մինչև սպառման պահը, ընդ որում իմանալով
դա սպառվել է սրճարանում, ռեստորանում, թե մարդ տարել է տուն, որը մի շաբաթ հետո պիտի սպառել, այս մակարդակի մենք կարողանալու ենք առնվազն կամ հիմա աշխատում ենք այդ համակարգի վրա հետագծելիություն ապահովել։ Այս դեպքում ոչ հատուկ օպերացիաների կարիք կլինի, որովհետև հաշվարկը պարզ ցույց կտա, եւ հիմա մենք նույնիսկ առաջին արդյունքներն էինք արձանագրել շատ մակերեսային ներդրման փուլում։ Երբ որ մենք տեսել ենք, որ նույն ապրանքը, այսինքն պարզ է, չէ՞, դրոշմավորումը ասում է, այս գրիչը ունիկալացնում է, ինքը ոչ թե կոպիտ ասած ուղղակի գրիչ է, ինքը անուն ազգանուն անձնագրի համարով դառնում է գրիչ։ Եվ մենք տեսել ենք, որ համակարգը երբեմն մեզ ցույց է տալիս, որ այս մի գրիչը 1000 անգամ վաճառվել է օրինակ։ Եվ մենք հասկանում ենք, որ դա չի կարա տեղի ունենա եւ խնդրեմ կա, ընդ որում սա մեզ թույլ է տալիս, որ խոշոր խնդիրների տեղը մենք տեղորոշենք, ռիսկերի գնահատման համակարգ ենք ասում, բայց մենք իմանանք որտեղ գնանք ստվերը փնտրենք։ Բայց մյուս կողմից էլ կար խնդիր գների գնագոյացման հետ կապված եւ վճարման համակարգերի հետ կապված եւ մենք որոշեցինք նաեւ քննադատությունները լսել եւ այդ քննադատությունները լսելու արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ մենք գները ոչ միայն երեք կայացրենք, չէ՞, նիստով այդ որոշումը չզեկուցող հարցերի փաթեթով, ոչ միայն գները իջեցրինք, այլև սահմանել ենք նաև համակարգ, որ նախկինում այսօրվա սահմանած գնից 2025 թվականի հունվարի 1-ից հետո սահմանած գնից ավել վճարված գինը տնտեսվարողներին մենք հնդածած հաշվանցումով կվերադարձնենք, այս էլ են տրամաբանությամբ, որ ոչ մի լումա ավել, բայց նաև ոչ մի լումա պակաս, եւ այս առումով իհարկե մենք պետքա ավելի բան դարձնենք, պետական եկամուտների կոմիտեի նկատմամբ վստահությունը մեծացնենք այսպիսի մեթոդներով, ընդ որում նախորդ տարի էլ մենք ամենաուժային կտորը քննչական հատվածը տարանք քննչական կոմիտեում, կենտրոնացրինք, որը իմ կարծիքով ահագին էֆեկտիվ է, բայց մյուս կողմից էլ այդտեղ մենք պետք է համոզված լինենք, որ այսպես ասած չենք գերգործադրում այն հնարավորությունները, որը կա, եւ այստեղ էլ մենք գործարար համայնքի հետ խոսակցության եւ հաղորդակցության մեջ ենք, բայց ընդհանուր առմամբ հենց այս փափուկ գործիքները, որ մենք կիրառենք, դա հնարավորություն է տալու ընդհանուր առմամբ պետական եկամուտների կոմիտեն եւ ծառայության աշխատանքի իմաստն ու բովանդակությունը կերպափոխել, որ մի X պահի ես հավատում եմ, որ պետական եկամուտների կոմիտեն դառնալու է տնտեսվարողների ամենասիրելի պետական մարմինը, որը իրենց անդադ աջակցում է, որ իրենք ճիշտ ճանապարհներով շարժվեն առաջ եւ ճիշտ արձանագրումներ անեն։ Էդ էլ է պետք խոստովանել եւ ինչքան էլ օրը, այսպես ասած, նախատոնական է, ես չեմ կարող շրջանցել նաեւ այդ թեման, որ պետքա մենք խոստովանենք եւ առերեսվենք, որ պետական եկամուտների կոմիտեն կոռուպցիոն ռիսկերի առումով շատ խոցելի կառույց է, հասկանալի բերումով, երկրում ըստ էության ինչքան դրամաշրջանառություն եւ տնտեսական գործունեություն կա, անցնում է պետական եկամուտների կոմիտեի միջոցով, եւ այստեղ էլ մենք պետքա հետեւողական լինենք եւ ոչ մի ահազանգ չարհամարենք, բայց մյուս կողմից էլ նաեւ երբեմն կարող են ահազանգ լինել, հիմա գիտեք, ինչ սոցիալական ցանցերի դարում եւ հիբրիդային մոտեցումների դարում շատ հաճախ գործիքներից հակադարձ տրամաբանությամբ են օգտվում։ Այսինքն կարող են թիրախավորվել մարդիկ, ովքեր իրոք անհարմարություններ են ստեղծել ինչ որ շրջանակների համար, եւ նրանք այդ ձևով կարող են թիրախավորվել ուղղակի առնվազն այդ սկզբունքային աշխատանքի կամքը կոտրելու համար։ Այս մի ուղղությունն է։ Երկրորդ ուղղությունն էլ կա, որոնք սոցիալական ցանցերում կարող են իրական տեղեկություն լինել, կամ ոչ միայն սոցիալական ցանցերում, եւ իմ մոտեցումն է նա, որ մենք պետքա հարցերի պատասխաններ ունենանք։ Մենք չպետք է ոչ մեղավորության, բայց ինչքան էլ բարդ է, ոչ էլ այս դեպքում մեր ծառայողական մակարդակում ոչ էլ անմեղության կանխավարկածով առաջնորդվենք, մենք պետքա հստակ բոլոր հարցերի հետևից գնանք եւ պատասխաններ իմանանք եւ նաեւ հանրությանը տանք կոնկրետ հարցերի պատասխաններ։ Ընթացող 2026 թվականին բացի այն գործառույթները, որը մենք գիտենք պետական եկամուտների կոմիտեի համար, մի մեծ դաշտ է բացվելու եւ այդ դաշտը կապված է խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում թրիփ ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք 26 թվականին գործնական փուլ ենք մտնելու
բայց այս առիթը ինչպես ասել եմ օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական եւ բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար եւ սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է, որովհետեւ մենք այսօր 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք եւ այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի մենք ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը, ընդ որում մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին եւ այդ զարգացումները արդեն մասամբ տեղի են ունենում, գիտեք, որ արդեն Ադրբեջանի տարածքով գնացքներ են գալիս Հայաստանի Հանրապետություն, դեռ հակառակ ուղղությամբ գնացքներ չեն գնում եւ դա հիմնականում կապված է նրա հետ, որովհետեւ 30 տարի, այսինքն նախորդող շրջանում մեր տնտեսությունը մի քիչ զվարճալի է դա հնչում, բայց իրականությունը դա է ֆուրի ծավալով է իր պլանավորումը իրականացնել, իսկ գնացքը բեռնել եւ գնացքով ապրանք արտահանել մեզ համար բոլորովին նոր բան է։ Ըստ էության մենք գնացքով լիարժեք արտահանել ենք թերևս մենակ խտանյութ հիմնականում։ Հիմա մեր պետք է արդեն տնտեսական լոգիստիկ նոր կարողություններ ձևավորվեն Հայաստանում կազմակերպչական իմաստով, որպես տնտեսությունը կարողանա հասկանալ ինչպես կարելի է գնացք բեռնել եւ ինչն է որ կարելի է գնացքով արտահանել եւ ինչն է որ ոչ մի կերպ հնարավոր չի գնացքով արտահանել եւ իհարկե այս ամեն ինչը մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ է բացում։ Մենք տեսեք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, բայց եթե օրինակ նայենք Հայաստան, Ղրղызստան եւ Հայաստան Ղազախստան առևտրաշրջանառությունը ինքը այնպես չի, որ միասնական մաքսային տարածքի համար բավարար կշիռ ունեցող ապրանքաշրջանառություն է, ինչն է պատճառը, լոգիստիկան, որ հեռավորությունը եւ կարճ ճանապարհների եւ հաղորդակցության հնարավորության բացակայությունը եւ հիմա այդ ամեն ինչը փոխվում է եւ ենթադրում եմ եւ ակնհայտորեն մեր մաքսային ծառայությունը նույնպես պետք է այս ինֆորմացիան մշակի, հասկանա եւ ինչ որտեղ գուցե նաեւ խորհրդատվության անհրաժեշտություն լինի, որ մենք աջակցենք տնտեսվարողներին, որպես նրանք կարողանան ադապտացվել այս նոր իրավիճակին։ Եվ ամփոփելով ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար եւ շատ կարեւոր եմ համարում հայեցակարգի բովանդակային հատվածը, որովհետեւ գիտեք մենք ավելի ու ավելի շատ պետք է կարևորություն տանք հայեցակարգերին, որովհետեւ որևէ բան, որը տեղի է ունենում, ինքը որակյալ կարող է տեղի ունենալ, եթե իր հիմքում ինչ-որ տեքստ է դրված, բովանդակություն է դրված, որը ուղենիշ է ծառայում բոլորի համար, եւ տեքստը հրապարակային է եւ բոլորը գիտեն ինչ է արվում, ինչի համար, որն է նպատակը, պատճառահետևանքային կապերը, եւ այդ առումով ես կարեւոր եմ համարում, որ մենք հասել ենք այս կետին, որ գրեթե ամեն օր այս թեմաներով խոսում ենք, հարկեր վճարել, այդ նոր հայեցակարգը, որը շատ կարևոր է, պետք է գիտակցվի վերջո, որ Հայաստանի Հանրապետությունում իրոք չկա ոչ մի ընտանիք, բառի զբուն իմաստով, ոչ մի ընտանիք, այդ ընտանիքների թիվը 0 է, որ ինքը իր կարիքների համար ավելի շատ գումար է ծախսում, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Նույնիսկ ամենաունևոր ընտանիքների դեպքում սա 100% ճշմարտություն է։ Պետական բյուջեն է Հայաստանի Հանրապետության ցանկացած ընտանիքի բարեկեցության թիվ 1 աղբյուրը։ Եվ իմ համոզմունքը նաև այն է, եւ դա գնալով ավելի է հիմնավորվում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ընտանիքի եւ մարդու բարեկեցությունը առաջին հերթին կախված չի նրանից, թե ինքը ինչքան է ծախսում իր բարեկեցությունը ապահովելու համար, առաջին հերթին կախված է նրանից, թե պետական եւ համայնքային բյուջեները ինչքան են ծախսում իր բարեկեցությունը ապահովելու համար։ Բայց ելի եմ ասում, այդ ամեն ինչի աղբյուրը, այդ ամեն ինչի առաջին օպերատորը պետական եկամուտների կոմիտեն է եւ նրա աշխատողները, համակարգը
Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ մենք գնում ենք կայացման ճանապարհով։ Մենք անթերի չենք, պետական եւ ոչ պետական համակարգում եւ Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ անձ, ոչ ինստիտուտ, ոչ կազմակերպություն, որը անթերի է։ Դա բացառված է եւ մենք չպետք է ձգտենք այս նպատակի։ Եթե մենք ձգտենք, որ մենք պետք է ունենանք անթերի մարդիկ, անթերի կառույցներ, այդ նշանակում է, որ մենք որոշել ենք կյանքը կանգնացնել, որովհետեւ ի վերջո զարգացումը նաեւ էվոլյուցիան մուտացիաների արդյունքում ձևավորված գործընթաց է։ Մենք խնդիրների հանդիպելիս արձանագրում ենք մեր թերությունները, բայց նաև աշխատում ենք այդ թերությունները վերացնելու ուղղությամբ եւ կարծում եմ, որ պետական եկամուտների կոմիտեն այդպիսի օրինակ է թերությունները արձանագրելու եւ դրանց շտկման ուղղությամբ աշխատելու, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ։ Այսքանը։